Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Այդ տունը ինձ մենակ քո մասին է հիշացնում։ Դրա համար էլ պիտի արագ դուրս գամ այդ տնից, որ երկուսիս համար էլ ավելի լավ լինի։ Ու եթե ինչ-որ իր մոռացած կլինեմ, առաքում կանես կամ գոռի հետ կուղարկես։ Նեղություն չեմ տա քեզ հաստատ։ Ես շատ ուրախ եմ, որ դու վերջապես եկար այն ճիշտ որոշմանը, որը որ ես սկզբից էի ասում։ Իմ ու քո ճիշտը շատ տարբեր է իրարից։ Քո ճիշտը որն է, որ դու սառը, կոպիտ ու ուժեղ աղջիկ խաղաս, հա, բայց հենց մենակ մնաս, սկսես լացել։ Ես հիմա այս ամեն ինչը չեմ ասում, որ դու ինձ ինչ-որ պատասխան տաս։ Արդեն կարաս հանգիստ գնաս Վահեի տուն, ու ես էլ այնտեղ չեմ լինելու, քո ու Վահեի հիշատակի արանքում չեմ լինելու, դու ու քո Վահեն, կարևորը, որ դու առանց մեղքի զգացումի ապրես, Ռեբեկա, ես քեզ չեմ խոստանում, որ մենք չենք հանդիպելու ընդհանրապես իրար, որովհետև իմ ու քո շրջապատը նույնն է, բայց խոստանում եմ, որ հատուկ վերաբերմունք էլ քեզ ցույց չեմ տալու, որովհետև այս ժամանակահատվածում քեզնից հասկացել ու սովորել եմ այն, որ մարդուն պիտի վերաբերես տենց, ոնց որ ինքն է քեզ վերաբերի։ Սրանից հետո ես էլ կպահեմ ինձ նենց, ոնց որ դու։ Բայց հիմա պիտի գնամ։ Լավ մնա։ Այսօր մանկության գիրկն ենք ընկել, հա? Դու ուղղակի արդից օգտվում ես ու ամեն ինչ անում ես, որ մենք տուն չգնանք։ Դե հա, չեմ խափի։ Չեմ ուզում տուն գնանք, որովհետև Արման, երբ որ տուն ենք գնում, դու կորում ես։ Երբ որ տուն ենք գնում, դու անհետանում ես, չես զանգում, չես գալիս։ Ինձ թվում է, որ գնանք տուն, բոլորը էլի սկսելու են իրենց տարօրինակ պահել։ Իսկ հիմա այս պահը չեմ ուզում վերջանա, Արման։ Կամ էլ մի պայմանով եմ ուզում հետ գնանք տուն, եթե դու կզանգես ու էլի շուշուտ կգաս։ Էլկա, լսի։ Արման, դու զգում ես, որ ես սկսել եմ խնդրել քեզ, որ իմ հետ մնաս։ Այդ չպիտի տենց լիներ։ Բայց տենց չի։ Ինձանով որ լինի, ես ոչ մի րոպե չեմ թողնի, որ իմ կողքից հեռու գնաս։ Մի բան ասում ես, մի բան անում։ Գիտես, երբ որ տանն ենք լինում, ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինես։ Իսկ հիմա երբ որ մենակ ենք, իմ հին Արմանն է։ Արման, ես ուզում եմ դու իմանաս, ինչ խնդիրել որ ունենաս, ինչ դժվարության մեջ լինես, ես քեզ մենակ չեմ թողնելու։ Ու չեմ էլ ուզում, որ դու ինձ մենակ թողնես։ Տես, սրանից առաջ շաքարի փոշին էր, հիմա էլ պաղպաղակը ձեռքիդ թափվեց։ Բա ինչ անեմ, դու որ կողքիս ես լինում, տեսադաշտում էլ ոչ մի բան չի երևում, անգամ պաղպաղակս չեմ ուտում։ Ես գիտեմ ինչ կանենք, արի հիմա գնում ենք իմ տուն, համ իրար հետ երկար կմնանք, համ էլ հետո նոր ես քեզ կտանեմ տուն, որովհետև գիտեմ, որ մեկը այդպես է պետք։ Այս ուրիշ։ Գնացինք։ Գնացինք։
Ու ես կարամ անընդհատ գոռամ, որ քեզ սիրում եմ։ Ու գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում, Ռեբեկա, գիտեմ, որ քո սերն էլ է իմ հանդեպ փոխադարձ։ Ու դու ինձ ինչքան էլ ասես, որ տենց չի, ես մեկ այդ ամեն ինչը տեսնում եմ ու ես հավատալու եմ մենակ իմ տեսածին։ Ես գիտեմ, որ քո սերը իմ հանդեպ փոխադարձ է։ Հա, սիրում եմ։ Սիրում եմ։ Էս էիր ուզում լսեիր Արամ։ Սիրում եմ, բայց այս չպիտի լինի, այդ սխալ է, ես իրավունք չունեմ քեզ սիրելու։ Ռեբեկա, իսկ ով է քեզ սիրելու համար իրավունք տալիս։ Ով։ Արամ, ինձ այս սերը պետք չի։ Այդ սխալ է, հասկանում ես, ես չպիտի քեզ սիրեմ։ Որովհետև քեզ սիրելով ես դավաճանում եմ Վահեին։ Ես արդեն մի անգամ դավաճանել եմ իր հիշատակը, ես չեմ ուզում երկրորդ անգամ նույն պատմությունը կրկնվի։ Արամ, այս սերը ինձ մենակ ցավեցնում է։ Ես այս սիրո պատճառով անընդհատ մեռնելու մասին եմ մտածում։ Իսկ դա ճիշտ չի, այտենց չպիտի լինի։ Այս սերը իմ կյանքի ամենամեծ ամոթն է ու պարտությունը։ Ռեբեկա, ով է քեզ ասում, որ սիրելն ամոթ է։ Խնդրում եմ, ինձ կարաս թույլ տաս, որ ես քեզ օգնեմ։ Խնդրում եմ, Ռեբեկա, ինձ հնարավորություն տուր ու մենք այս ամեն ինչի միջով իրար հետ կանցնենք։ Ու կհաղթահարենք ամեն ինչ, մենակ խնդրում եմ ինձ հնարավորություն տուր։ Արամ, մենք չկա։ Խնդրում եմ հանգիստ թող։ Մի քիչ էլ իմ մասին մտածի, այդքան էգոիստ մի եղի։ Ու դու լուրջ մտածում ես, որ այսքանից հետո ես պիտի թողնեմ ու գնամ, հա։ Արամ, ես իրոք տանջվում եմ։ Ես շատ վատ եմ, խնդրում եմ, հասկացի, այդքան էգոիստ մի եղի։ Կարող է ես եմ մեղավոր, որ դու ինձ սիրեցիր։ Կարող է ես եմ քո առաջ մեղավոր, չգիտեմ, կներես, եթե մեղավոր եմ։ Բայց իրոք ես այն մարդը չեմ, ում հետ կարելի է ապագայի մասին ինչ-որ պլաններ կազմել։ Հա, կարող է վատն եմ, դաժան եմ, չգիտեմ, կարող է խելագար եմ, բայց խնդրում եմ, դե հասկացի, ես ամենաառաջինը դաժան եմ հենց ինքս իմ հանդեպ։ Մի ստիպիր, որ ես ինքս ինձանից հիասթափվեմ, մի արա այտենց բաներ, որ ես չուզենամ ինքս ինձ նույնիսկ հայելու մեջ նայել։ Արամ, այս ամեն ինչը ինձ համար շատ դժվար է, հասկացի։ Ես ուղղակի կորցնում եմ արդեն իմ adekvatությունը, հասկանում ես։ Մի ստիպի, որ ես անեմ բաներ, որոնց համար հետո փոշմանելու եմ։ Մի արա, խնդրում եմ, մոտ մի արի, Արամ։ Ես աշխարհի ամենասարսափելի ցավի միջով անցել եմ, հաղթահարել եմ ամեն ինչ, բայց ես չեմ հասկանում, ես ինչ զգացողություն է, որ ես այսքան թուլացել եմ։ Ես չգիտեմ արդեն ինչ անեմ, ես չեմ դիմանում, Արամ, խնդրում եմ, հասկացի։ Ալո։ Ոնց ես։ Ասենք լավ ենք, որ լավ լինենք ախպերս։ Սառային տարատուն, մտածում եմ չհանդիպենք, օրինակ դու կարաս գաս իմ տուն կամ ինչ-որ միտեղ գնանք նստենք մի երկու բառ խոսանք։ Կարող է, մանավանդ որ մնալու տեղ չունեմ։ Ես այն նույն այգում եմ, որ մի քիչ առաջ բոլորով ստեղ էի։ Հասկացա, ուրեմն հեսա կգամ այդտեղ։ Լավ ախպերս։ Չհաշված մի երկու բան ընդհանուր շատ հավես անցավ։ Ելկոս ինչքան սիրուն է, ինչքան երջանիկ է։ Երեխու շպիտին իրոք շատ էի կարոտել։ Իրոք, Էլկան այսօր իր նման էր։ Բայց որ մտածում եմ շուտով ինչ վիճակում կարող է հայտնվել, սիրտս կտոր-կտոր ա լինում։ Արմանից բաժանում կսպանի երեխուս։ Ինքը իրոք շատ է սիրում Արմանին։ Արմանն էլ իրեն է շատ սիրում։ Պիտի չափից շատ սիրես, որ կարողանա սիրելիդ մասին ավելի շատ մտածել, քան քո։ Արմանը հիմա հենց այդպես էլ անում է։ Ինքը շատ է սիրում, բայց քիչ-քիչ իրեն էլ կային էլ սկսում է պատրաստել բաժանմանը։ Գիտես, սերը հենց այդ է։ Սիրելիդ մասին ավելի շատ ես մտածում, իսկ քո անձը միշտ մղում ես երկրորդ պլան։ Այդ ինձ թվում է ինչ-որ կարծրատիպ է, որովհետև սիրո մեջ բոլորս էլ էգոիստ ենք։ Սիրածդ մարդուց չես ուզում հեռու լինել, որ չտանջվես։ Ուզում ես հաճախ տեսնել, որ
չկարոտես։ Իր լավ լինելուն անգամ ձգտում ես, որ քո ներսը խաղաղ լինի ու դու լինես բավարարված։ Այսինքն ամեն դեպքում մտածում ես չնեղվես, չտանջվես, չկոտրվես։ Պիտի շատ ուժեղ մարդ լինես, որ քեզ ցավեցնելու գնով կարողանաս սիրածդ մարդուց հրաժարվել։ Փաստորեն հենց սկզբից էլ այդ տղայի կյանքում ցավ ա եղել։ Ու հենց սկզբից էլ մեր մեղավորությամբ։ Այս ամենը պատճառը հետևանքային կապն ա նրա, ինչ եղել է 25 տարի առաջ։ Իրականում Գարիկը շատ է լավ հայր կարող էր լինել ու ամեն ինչ հիմա այլ կերպ կդասավորվեր, եթե մենք արդար լինենք Գարիկի եւ մեր ինքներս մեր հանդեպ։ Մենք մեղադրում ենք, բայց ամեն ինչն էլ սկիզբ ունի։ Մենք ծովն ենք տեսնում, բայց այդ ծովն էլ ինչ-որ մի պահի սկսել է կաթիլից հիմք առնել։ Այս պատմության սկզբում մենք ենք կանգնած։ Չէ, ավելի շուտ ես։ Եթե ժամանակին դեմ գնայի ու պայքարեի իմ սիրո համար կամ էլ ամուսնանալուց հետո փախուստի չդիմեի, երևի հիմա ամեն ինչ ուրիշ կերպ լիներ բալես։ Ոչինչ ես ասում։ Դու գիտես ես այս հարցի շուրջ ինչ կողմնորոշում ունեմ։ Չեմ ուզում մի անգամ էլ այդ մասին խոսել, որ քեզ նորից ցավ չպատճառ։ Բայց գիտես, արդեն այս սայլակին հարմարվել եմ։ Համ էլ քո համար առողջ ապրելակերպ է, հա։ Չեմ բողոքում։ Ուղղակի աստիճանները բարձրանալիս մի թեթև շունչս կտրվում է։ Մի թեթև։ Ինչ եղավ Արման։ Էլ կա մի րոպե սպասի։ Հա, բայց ինչ եղավ, դու չէիր դուռը բաց թողել։ Չէ։ Արման մի գնա ներս, խնդրում եմ, ինձ տեղ մենակ մի թող։ Էլկա մի րոպե սպասի, հիմա գալիս եմ։ Հա, բայց ես վախենում եմ, ես էլ եմ ուզում գամ ներս։ Էլկա մի րոպե հասկանամ ինչ է կատարվում։ Արման։ Արման։ Բայց հիմա ինչ ես անելու։ Չգիտեմ աղբերս, երևի Արմանի հետ խոսամ մի երկու օր մնամ իրա մոտ։ Մինչև հասկանամ այդ գնալուց բայերով ինչ պիտի անեմ։ Հենա իմ տանը մնա, ինչ խնդիր կա։ Բայց դու գնալու միտք ունես։ Գործ չգիտեմ, չեմ հասկանում հələ աղբերս։ Չեմ կողմնորոշում ինչ անեմ։ Ձեր գնալուց հետո գնացի մոտը, որ Վահեի տան բանալին տայ, տեսա լացում էր։ Մենակ էր։ Հա, ինքը մենակ այդ դեպքում է իրան տես բաներ թույլ տալիս։ Ես անկեղծ չեմ հասկանում այդ աղջիկը ընդհանրապես ոնց է մտածում։ Գիտես, իմ մոտ մեկ տպավորություն ա լինում, որ իրա ներսում երկու հոգի են ապրում։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Սարան ասում է, որ Ռեբեկան շատ է տանջվում։ Իբր մենք իրան չենք հասկանում։ Բայց իրան նենց պահեց, նենց տպավորություններ, ոնց որ երեսը չի ուզում տեսնի։ Հետո էլ որ Սարայի հետ խոսացի, ես էլ մտքերի մեջ ընկա։ Էլ ինչ ասում Սարան։ Էլ առանձնապես ոչ մի բան։ Գորդե հիմա ասել ես միջև վերջ ասա էլի։ Ես հասկանում եմ, որ Ռեբեկան քեզ ուրիշ մարդ չի, դու շատ ուրիշ ես վերաբերվում իրան, բայց ես էլ քեզ օտար չեմ չէ։ Դու տեսնում ես, զգում ես, որ ես սիրում եմ իրան։ Ուզում եմ հասկանամ ինչ է ասել Ռեբեկայի մասին։ Քույրեր են, հիմա կարող է կիսված լինեն իրար հետ, չգիտեմ, Ռեբեկան ինչ-որ մի բան ասի, որը որ կնպաստի իմ գնալուն կամ չգիտեմ, կարող է մնում եմ, հասկանում եմ, որ ճիշտ է գնալն էր, մի խոսքով չգիտեմ, ախպերս, ուղեղս խառնվել է իրար։ Բայց չեմ հասկանում դու ինչ ես քեզ գուշավոր պահում։ Ռեբեկան ոչ մի բան չի ասել Սարային։
Սարան ուղղակի մտածում է, որ մեղքի զգացումն է հետ պահում Ռեբեկային այս ամեն ինչից։ Սրանից ավել ես քեզ ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև ոչ մի բան չգիտեմ, որ լուրջ բան չկա, որ կարամ ասեմ։ Բայց իմացի, որ քեզ լավ եմ հասկանում, ես էլ եմ սենց իրավիճակում եղել։ Ու հավատա ինձ, այս աշխարհում այնպես բան չկա, որ ստիպելով կարանաս անես։ Գիտեմ։ Դրա համար էլ ոչ մի բան չեմ անում, էլի ախպես։ Հետ եմ քաշվել ու սպասում եմ տեսնեմ ինչ կլինի։ Դրանից ավել էլ ինչ անեմ։ Կուզես գնանք միտեղ խմենք։ Չէ, ավելի լավ է ես գնամ։ Ուր գնաս։ Չգիտեմ։ Մի քիչ կքայլեմ, համ էլ կհասկանամ ինչ պիտի անեմ։ Ես քեզ ասեցի, մնալու տեղի մասին մի մտածի, իմ տանը կարաս մնաս։ Ապրես ախպերս։ Մենակ կխնդրեմ, եթե Հայկոյի հետ խոսաս, չասես էլի, որ ես պատմությունների մեջ չեմ ուզում իմանամ։ Չեմ ասի հանգիստ տեղի։ Դե գնացի։ Արման, ի՞նչ է կատարվում։ Հալո։ Գիտեմ, որ արդեն տանն ես։ Ես ընդունի որպես փոքր նախազգուշացում այն մասին, որ այս աշխարհում չկան հենց մեկը, որ մեզ բարդ լինի ու մոռանա։ Քեզ ոչ մեկը չի խնդրել։ Դու ես խոստացել, դու ես ասել, որ հորդ բարդքը փակելու ես։ Ասել ես, ուրեմն պետք է անես։ Բայց հերիք չի, որ չես արել։ Մի բան էլ մերոնք հիմա դատերի մեջ են։ Սենց չի կարելի։ Սենց չեն անում։ Սխալ ձև ես ընտրել։ Ու կոնտրաստ ձևով էլ պատասխան ես ստանալու։ Արման, ով էր։ Էլի այդ մարդիկ են։ Արմեն, այս ինչ աստեղ կատարվում։ Հելկա, եթե ես մինչև ես կասկածներ ունեի, հիմա արդեն համոզված եմ։ Ես սկզբում մտածում էի, թե ես եմ բարդացնում, որ ամեն ինչ նորմալ է, բայց պարզվում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան ես մտածում էի։ Արման, ինչ ես խոսում։ Հելկա, շուրջդ նայի, արդեն հանգիստ մտնում են իմ տուն ու դուրս են գալիս, ամեն ինչ տակնու վրա են անում։ Այս այդ նույն մարդիկ են։ Հա։ Արման, արի պապիկին ասենք, հա։ Ինքը հաստատ մեզ կօգնի։ Ես ամեն ինչ կտայի, որ մեր մեջ այս խոսակցությունը չլիներ, որովհետև մենք ամենաշատն ենք պայքարել մեր սիրո համար, ու ամենաշատն ենք տանջվել, բայց… Բայց։ Ինչ բայց, Արման։ Արման, ինչ բայց։ Արի դուրս գնանք, չեմ ուզում այստեղ դու երկար մնաս։ Ինչ էիր ասում։ Կգնանք կասը։ Ռեբեկա։ Ուշացար։ Ամեն ինչ կարգին է։ Նենց ես հարցնում, իբր գնալուց առաջ դուք ինձ սպասել էիք։ Ճիշտ ես, կներես։ Ուղղակի մեր գնալն էլ այնքան պատահական ստացվեց, դու էլ այդտեղ չէիր ու… Չեմ ասում, որ արդարանաս ամեն ինչ նորմալ է։ Կուզես սուրճ կամ թեյ դնեմ միասին խմենք։ Իսկ Էլկան տանը չի։ Չէ, դեռ Արմանի հետ է։ Դեպքում գնամ հագուստս փոխեմ, երևի սուրճից չեմ հրաժարվի։ Լավ, իսկ կարող է դրսում խմենք, նենց լավ եղանակ է։ Իմ համար տարբերություն չկա։
Ասում ես հաջող, լավ մնա, բայց մեկը այս տնից չես կարողանում հեռու մնալ, Արամ ջան։ Էլկա, հա դու իրավացի ես։ Հա, ինչ-որ բան ա տեղի ունեցել, ու ես վթարից հետո բան ա փոխվել։ Օրինակ ինչ։ Օրինակ այն, որ քո համար իմ հետ անվտանգ չի։ Ձեռ ես առնում։ Դու չես էլ կարա պատկերացնես, թե ներսս ինչ ա կատարվում, որ հիմա ես քեզ այս ամեն ինչը պետք է ասեմ, ես, որ ամեն ինչ արել եմ, որ դու իմը լինես, հիմա պետք է իմ կամքով քեզանից հրաժարվեմ։ Այսինքն։ Եթե անգամ կռված ենք եղել, կարոտել եմ քեզ, չենք խոսել իրար հետ, բայց մեկ ա, ես իմացել եմ, որ այդ ամեն ինչը ժամանակավոր ա, բայց հիմա ես պետք է ամեն ինչ անեմ, որ մենք հեռու մնանք իրարից։ Արման, ինչ ես խոսում։ Դու ինքդ քեզ լսում ես։ Ինչ հրաժարվել, Արման։ Բա ինչ անեմ, Էլկա։ Հասկանում ես ուրիշ տարբերակ չունեմ։ Դու ախր քո աչքով տեսար տանս վիճակը։ Դու ինքդ այդ դժոխքի միջով անցել ես ու ես չեմ կարա քեզ եւս մեկ անգամ վտանգի տակ դնեմ։ Հերս ախր այնքան բաներ ա անում, որ ես ուղղակի չգիտեմ թե ինչ անեմ։ Ես ամեն ինչ արեցի, որ իր անունը մաքրեմ, բայց մեկը չի ստացվում, այդ մարդը չի ուղղվում։ Ես ցանկացած տեսակի մեղավորներ էի փնտրում, որ մենակ թե իրան արդարացնեմ, բայց արի ու տես, որ ամեն ինչ ապարդյուն ա, մեկը ինքը չի ուղղվում ու ես չեմ կարա հասկանում ես իմ հոր փոխարեն հիմա ասեմ, որ ամեն ինչ լավ ա լինելու։ Ես չեմ կարա եւս մեկ անգամ քեզ վտանգի տակ դնեմ։ Ու ես ինձ չեմ ների ախր, հասկանում ես։ Ու դու հիմա ինձնից sense հեշտ հրաժարվում ես։ Էլկա, ես ուղղակի չեմ հրաժարվում քեզանից։ Ես պարտավոր եմ այդ ամեն ինչը անել։ Հասկանում ես, հիմա վրայերթ ա եղել, կարող է հետո մի ուրիշ բան լինի ու ես չեմ կարա ինձ ներեմ, եթե հանկարծ քո հետ ինչ-որ բան պատահի։ Իսկ հետո քեզ ներելու ես, որ ինձնից sense հեշտ հրաժարվեցիր։ Էլկա, լավ էլի, ես առանց էլ ցնդում եմ այս ամեն ինչից։ Հարց եմ տալիս, Արման։ Ներելու ես քեզ։ Լավ, բա ինչ անեմ։ Ներելու ես։ Դու ինձ չես հարցնում։ Դու արդեն որոշել ես։ Չէ՞։ Ինչ լինում ա լինի, ես պիտի մտնեմ ներս։ Պատրաստ ա սուրճը։ Ռեբեկա, անդրամադիր ես։ Չէ։ Քաղցրավենիքը մոռացա։ Գնամ վերցնեմ գամ։
Էս էլ քաղցրավենիքը։ Բայց ոնց որ թե էլ ինչ-որ բան մոռացել եմ։ Հա, հեռախոսս։ Գնամ վերցնեմ գամ։ Սուրճը սառեց։ Դե հա, բայց կարողա գոռը զանգի չլսեմ։ Լավ։ Դու հաստատ լավ ես, Ռեբեկա։ Ինչի ես անընդհատ հարցնում։ Դու էլ որ քեզ կողքից տեսնեիր, դու էլ կհարցնեիր։ Սարոյանը ինձ ասում էր, որ պետքա քեզնից հեռու մնամ, ես չէի էլ լսում, չէի էլ ուզում ընդունեի այդ ամեն ինչը։ Ու չէի էլ պատկերացնի, որ օրերից մի օր ես ինքս կգամ այդ որոշմանը ու կհասկանամ, որ դա ճիշտ։ Դու իրավունք չունես իմաց ինձ վարվելու, Արման։ Մենք 1000 պատճառ ենք ունեցել բաժանվելու։ 1000 խնդիր է եղել մեր մեջ, որ մենք կարենք բաժանվեինք, բայց չենք բաժանվել։ Դու հիմա ոնց ես եկել, սենց հանգիստ նստել ես դիմացս ու ասում ես, որ մենք պիտի բաժանվենք։ Ու ինչի ես այնպես խոսում, ոնց որ դու լավություն ես անում ինձ։ Իմ համար հեշտ չի ես ամեն ինչի քեզ ասելը, բայց ասում եմ, որովհետև չգիտեմ, թե վաղը ինչ է լինելու։ Ոչ մեկս էլ չգիտենք, թե վաղը ինչ է լինելու։ Իմ պարագայում լրիվ ուրիշ է։ Հերս ամեն անգամ մի նոր բան է անում։ Ես անընդհատ սպասում եմ, որ հեսա ինչ-որ մեկը կհայտնվի կամ կզանգի։ Արման, ես չեմ վախենում։ Ով ինչ ուզում է թողանի, ես քո կողքն եմ լինելու։ Դու չես վախենում, բայց ես եմ վախենում քո համար էլ կա։ Արման, ինչի ես իմ հետ սենց վատ վարվում։ Ես չեմ հասկանում, իսկ ինձ կորցնելուց չես վախենում։ Ինչի է այդպես ստացվում, որ դու ամեն ինչից վախենում ես, բացի ինձ կորցնելուց։ Իսկ իմ մոտ հակառակն է։ Ես ամենաշատը քեզ կորցնելուց եմ վախենում։ Էլկա, խնդրում եմ, մի ասա բաներ, ինչի պատասխանը, որ ինձանից էլ լավ գիտես։ Դու շատ լավ գիտես, թե ով ես իմ համար, ու դու շատ լավ գիտես, թե ես ինչքան շատ եմ սիրում քեզ։ Չգիտեմ, Արման։ Սիրող մարդը այդքան հեշտ սիրող մարդուն բաց չի թողնի։ Հեշտ չի, հանգիստ չի, սիրտս պայթում եմ, որ ես այս ամեն ինչը քեզ ասում եմ, բայց ես չեմ կարա թույլ տամ, որ քեզ նորից վնասեն իմ պատճառով։ Ինձ մենակ թողնել էլ չես կարող, բայց թողնում ես, չէ՞։ Ախր ինչի՞ չես փորձում հասկանաս ինձ էլ կա։ Չեմ ուզում ես քեզ հասկանամ, Արման։ Չեմ կարա ես քեզ հասկանամ։ Ես հասկանում եմ, որ այս էլ պապիկի պահանջը չի, ես դու ես որոշել։ Դու որոշել ես ինձ մենակ թողնես, ինչի ես իմ հետ տենց վատ վարվում, Արման։ Ես մենակ մի բան գիտեմ, որ իմ պատճառով էլ քեզ չեմ վնասելու։ Հետաքրքիր է։ Եթե ես վատ վիճակում լինեի, ու էլի վտանգված լինեի քո պատճառով ինձ թողնելու էիր, գնայիր։ Լկա, տենց բաներ մի ասա, առանց էդ էլ շատ դժվար է։ Ես ուղղակի պետք է համոզված լինեմ, որ դրանց ձեռքերը քեզ չեն հասնելու։ Ես չգիտեմ, դու ինչքան ժամանակ ես մտածել, որ եկել ես այս որոշմանը կամ ինչի ես եկել այս որոշմանը, բայց այդ սխալ է։ Դու հիմա շատ մեծ սխալ ես անում, Արման։ Դու սխալ ես անում։ Ոչ ես եմ դիմանալու, ոչ էլ դու։ Կներես։ Չեմ ներելու։ Այս էլ հեռախոսս։ Չէի հիշում ուր եմ դրել։ Լրիվ սառել է։ Ափսոս։ Ռեբեկա, ուր ես հասել մտքերով։
Ինչ։ Գոնե դու հասկանում ես հետդ ինչա կատարվում։ Այսինքն Գիտեմ, որ քեզ հաճելի չի, բայց մի բան կա, որի մասին պիտի պարտադիր հիմա հետդ խոսում։ ասա։ Խոսքը Արամի մասին է։ Ես չեմ ուզում ինձ սխալ հասկանաս, բայց դու այսօր իրոք Արամի հանդեպ քեզ շատ վատ պահեցիր։ Դու չես կարող ժխտել են, որ ինչ-որ պահի իր հանդեպ զգացմունք ես ունեցել ու վստահ եմ, որ մինչև հիմա էլ ունես։ Ռեբեկա, ինքը մեղավոր չի, չէ, որ դուք կյանքի այս փուլում եք հանդիպել։ Ես հասկանում եմ քո բոլոր ապրումները, վախերը, էմոցիաները, բայց Ռեբեկա, Արամը մեղավոր չի, չէ, որ դուք կյանքի հենց այս փուլում եք հանդիպել։ Ինչ ես այդքան կոպիտ հետը։ Ռեբեկա, դու Արամին հանդիպելուց հետո այնքան էիր ժպտում, այնքան ուրախ էիր, երջանիկ, իսկ հիմա դարձել ես շատ տխուր ու անտրամադիր։ Զար կլինի փակենք թեման։ Հա, կլինի։ Իհարկե կլինի, չես ուզում չենք խոսի, չես ուզում կարող ես չշփվել։ Բայց խնդրում եմ մի արա այնպես, որ վնասես համ քեզ, համ այն մարդկանց, ում համար դու այդքան կարևոր ես ու ովքեր կարևոր են նաև քեզ համար։ Ռեբեկա, ու չասես, որ Արամը քեզ համար կարևոր չի։ Դու սիրում ես իրեն։ Դու էլ շատ լավ գիտես այդ մասին, ուղղակի ուրիշ հարց է, որ չես ընդունում։ Ջան, Սառա ջան։ Այս աղջիկը լրիվ իմ դասարանից է։ Հիշում ես ամեն անգամ ինձ ինչ էիր ասում, երբ ուզում էի բաժանվել գոռից։ Ասում էիր աչքերդ մի պահ փակի ու պատկերացրու, որ գոռն ուղակի չկա քո կյանքում, որ ուրիշի հետ է քայլում, որ դու ուղակի իրավունք չունես իրեն մոտենալ ու շփվել իր հետ, որ դու ուղակի քո ձեռքով իրեն հանձնում ես ուրիշին։ Կամ թեկուզ ուրիշը չլինի, ուղակի պատկերացրու, որ ինքը քո կյանքում էլ չկա։ Պատկերացրիր, հիմա ոնց ես քեզ զգում, լավ ես, հանգիստ ես, ցավ չես ապրում։ Ռեբեկա, ախր մենք բոլորս զգացել ենք, որ ինքը քեզ դուր է գալիս։ Ինձ էլ էր սկզբում տենց թվում։ Այսինքն ես էլ էի այդպես մտածում։ Բայց Արամը ուղակի միջոց էր։ Ուղղակի ամեն ինչ շատ խորացավ։ Ինչ։ Հա։ Իմ պլանների մեջ չէր մտնում են, որ Արամը ինձ պետքա սիրահարվի։ Հա, ինքը ինձ շատ ա օգնել, իմ կյանքի դժվարին փուլում ինձ հետ ա եղել։ Բայց ես պարտավոր չեմ, չէ, ամեն ինձ օգնողին սիրահարվել։ Սկզբում հետաքրքիր էր շփումը։ Շփվում էինք իրար հետ, դուրս էին գալիս, ցրվում էի ես։ Դրա համար չէի արգելում, որ գա ու գնա։ Ուզում ես ասել, դուրդ չի եկել, սիրահարվածություն չի եղել, մենք բոլորս սխալ ենք զգացել, հա։ Լավ էլի Սառ, ինչ սեր։ Նույնիսկ եթե իմ ու Վահեի ես պատմությունը չլիներ, ես միևնույնա չէի կարող սիրահարվել Արամի նման մարդու։ Ինքը անլուրջ է։ Ինձ թվում է դեռ չի մեծացել ու պլանների մեջ չկա մեծանալը։ Բայց ես քեզ չեմ մեղադրում, գիտես։ Դու կարող ես ինձ լավ չճանաչելով մտածել, որ ես կսիրահարվեի Արամին, բայց այ քո փոխարեն եթե Էլկան լիներ, ինքը վստահ եմ նման կերպ չէր մտածի, որովհետև Էլկան ինձ լավ է ճանաչում ու գիտի, որ ես չեմ կարող Արամի նման մարդու հետ լինել։ Էլի եմ ասում, անկախ հանգամանքներից դա հնարավոր չէր։
Ռեբեկա, ինչ ես խոսում։ Էն ինչ կա։ Ես ամեն մեկի հետ չեմ կարող սենց նստել ու բաց տեքստով ամեն ինչ ասել, բայց քեզ ասում եմ, որ վերջապես ճիշտը իմանաս ու ինձ հանգիստ թողնես։ Արամը։ Գնաց։ Հա, այսինքն դու նկատել էիր, որ այստեղ է։ Ռեբեկա, այսինքն դու դիտմամբ էիր նման բաներ խոսում ու էնել բարձր տոնով։ Ինչի համար, Ռեբեկա։ Որ էլ հետ գալու պատճառ չունենա։ Որովհետև ամեն անգամ ասում է, բայց միևնույնն է վերադառնում է։ Իսկ հիմա վստահ եմ հուսով եմ, որ էլ հետ չի գա ու կհիասթափվի ինձանից։ Ռեբեկա, դու գոնե պատկերացնում ես հիմա ինքը ինչ ազգում։ Լավ բան չարեցիր։